Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Ապացուցված է, որ երբ ինչ-որ մեկին ձեռի հետ ուզում ես նավս կպնի, դա կոչվում է նավսյակի։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում Armenian Evening հաղորդաշարն է։ 5 շաբթի երեկոյան 22:30 ինչպես միշտ մենք ուղիղ եթերում ենք, եւ իհարկե դուք անհամբեր սպասում եք, թե ով է լինելու այսօրվա մեր հյուրը։ Ասեմ շատ յուրահատուկ, շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու այսօր եւ կարծում եմ իհարկե շատ հետաքրքիր զրույց կունենանք։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք անում դուք այս պահին նստած դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք այս պահին ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա անհապաղ պետք է դիմել 911 Detox Center, որովհետեւ մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց օգնել են, վերադարձրել են լիարժեք կյանքի, այնպես որ եթե կա խնդիրը լուծված է 911 Detox Center-ի հետ։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ դուք մի հրաշալի լավ ժամանակ կարող եք անցկացնել, որովհետև այստեղ սա պարզապես հյուրանոցային համալիր չէ, սա առողջարան է։ Լողավազաներ տաքանքային ջրով, հարմարավետ համարներ, մի խոսքով այն ամեն ինչ հարկավոր է լիարժեք լավ հանգիստ անցկացնելու համար, այնպես որ եթե ունեք հանգստյան օրեր, մտածում եք լավ ուր գնանք, որպեսզի մի լավ հանգիստ տնական այսպես լավ ժամանակ անցկացնեք, ապա իհարկե Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր եւ հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերին եւ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ այնուհետեւ արդեն սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Գիտնականները պնդում են, որ հազարավոր ծովային թռչուններ են մահանում Եվրոպայի ափերի մոտ։ Գիտնականները այս երևույթը անվանում են աղետ եւ պնդում են, որ եթե Եվրոպան ծտերին վիզա տա, նրանք ափերի մոտ չեն սատկի։ Ռոբոտները սովորել են կարդալ մարդու ուղեղի ազդանշանները եւ անմիջապես ուղղել սխալները, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ երբ ռոբոտները փորձում են սովորել կարդալ կնոջ ուղեղի ազդանշանները, դա արդեն բերում է խնդրի։ Ոնց կարդում են, վերջում ռոբոտները սխալ են դուրս գալիս։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք կմիանանք մի քանի վայրկյանից եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է մի մարդ, ում այսպես ներկայացնելու շատ կարիք չկա, որովհետև նրան բոլորը սիրում են եւ ճանաչում են։ Ստեփան Փարթամյան, Ստեփան ջան, բարի երեկո։ Բարի լույս։ Շնորհակալ եմ քեզ հրավերքս չմերժելու համար եւ այսօրվա երեկոն միասին անցկացնելու։ Եվ որ կգանչեն, եւ թամ։ Սիրով։ Ստեփան ջան, մենք իհարկե այսօր կխոսենք շատ թեմաների շուրջ, բայց ես ուզում եմ միանգամից խոսենք սպասվող համերգի մասին, որը դուք կազմակերպում ես, ես գիտեմ, որ կազմակերպում ես երկրորդ անգամ, որովհետեւ անցյալ տարի նույնպես հրաշալի 2 տարի առաջ։ 2 տարի, 2 արդեն անցավ 2 տարի։
Gata Band մի հրաշալի խումբ, մի քիչ ավելի մանրամասն պատմի երբ է լինելու, ոնց ինչ, որպեսզի նաև մեր հեռուստադիտողները նույնպես իմանան։ Ընդհանրապես մարդիկ գիտեն, որ ես միշտ շատ քննադատական ձևով կմոտենամ Լոս Անջելեսի բոլոր համերգներին, քանի որ ինչ որ Հայաստանին հասնում է մեզի այստեղ, անկեղծորեն աղբից ավելի վատ է։ Հայկական մշակութային առումով կարող է երկիչը երկչուհին կարողություն ունի, բայց ոչ մի հայկական ոչ կա իրեն մեջ։ Մեր ավանդական, մեր անինչ որ մերն է եւ մոդելնալով ներկա իրավիճակի նորացեվություններով։ Ուրեմն 2 տարի առաջ է որ առաջին անգամ Gata Band-ը եկավ, արդեն 2 տարի անցավ, հիմա նորից եմ հրավիրած իրենց։ Ուրեմն ապրիլի 16-ին 5 շաբթի երեկոյան եւ ոչ թե շաբաթ կամ գիրագի, քանի որ շաբաթ եւ գիրագի օրերը մեծ քաղտոջախի, մեծ երկիչներուն համար է, իսկ անինչ որ հայկական է 5 շաբթի օրերի համար է։ Պասադինայի Փարեգորզականի Վաչե եւ Թամար Մանուկյան արվեստի գեցոնի մեջ է դեղի ունենա եւ բարձրապես մի 2 ժամվա ինչպես որ 2 տարի առաջ առանց կենալու մարտիկ կբարեին իսկական հայկական բար կբարեին եւ ոչ թե արաբական եւ թուրքական եւ բարսկական երաժշտության դագ գոնքի շարժումները կատարեին նույն իրավիճակով մեկ անգամ եւս այսինքն մենք քիչ ենք միայն մեզ հայեն ասողների համար է, քանի որ ես միշտ համարում եմ, որ այդ նախատասությունը ոչ թե երկրակունթի 8.5 բիլիոն մարդկանց մեջի 8 միլիոն հայերի համար է, այլ 8 միլիոն հայերի մեջի 800, ժամանակին 500 գսե, հիմա քիչ մոռացածի թիվը 800 իսկական հայերի համար է։ Ես քեզ հետ համամիտ եմ, որովհետև ինքս իհարկե պատու ներկա գտնվեցի այդ համերգին 2 տարի առաջ եւ իրոք դալիճը այսպես մի, չգիտեմ, մի մթնոլորտ էր, իսկ իրոք հայկական մթնոլորտ էր։ Պարը մի խոսքով եւ իհարկե ջեն ողջունները մի Անդրանիկ Սարգսակին իհարկե Gata Band, սիրով սպասում ենք, բայց երեկոյան ժամը չասեցիր։ Երեկոյան ժամը 7-ին։ Երեկոյան ժամը 7-ին, որ վերջանանք ժամը 9-ին եւ ես իմ բոլոր ցերնակներս, եթե ասում եմ 7-ին, 7-ին գսկե, եթե ներսը 1 հոգի նստած է կամ 500 հոգի նստած է, դարբերություն չներ ինձի, մարդիկ միշտ կսեն, սպասե, թող մարդիկ քալեն, ասում եմ, իրենք թող իմանային, որ 7-ին ներս պետք է լային։ Եվ սխալ է, որ այդ մարդը, որ ներսը նստած է, իրեն անհարկես, քանի ինքը քեզի հարկած է եւ ուղիղ 7-ին առաջ սրահ եղած է, սխալ է, որ իրեն անհարկես, քանի որ որոշ մարդիկ, որ իրենք քեզի չեն հարկում եւ ժամանակին չեն գալիս։ Ուստի ուղիղ ժամը 7-ին համերգը կսկսի։ Կնալալ որ 1 րոպե անտին է, քանի ժամացույցները։ Հա դե ոչ, 1 րոպե։ Հա չէ, ես իրոք քեզ հետ համամիտ եմ, որովհետեւ ես օրինակ չեմ կարող հասկանալ, ինչի պետքա, հրավերք է, հա, տվյալ պարագայում համերգա ժամը 7-ին, բայց պետքա գալ 7-ից 1-ը 7-ին չի սկսվելու։ Այդ դա պետքա քիչ-քիչ այդ տենդենսը կոտրել եւ իրոք հասկանալ, որ եթե ժամին այլ պետքա ժամին սկսվի։ Այսինքն պետք չէ գալ 7-ին, պետքա գալ 6-ից, որ 7-ին սկսվի։ Դժբախտաբար մեր ասկի մտածելակերպը եւ ապրելակերպը եւ որ գրթված ասկ չես ուրեմն պիտի սկսես ընդօրինակել կամ եթե անցյալում փամություններ հիմա մի քիչ փամ ունես պիտի սկսես թունքեզի ավելի կարեւոր համարես իհարկե եթե ոչ հայկական միջավայրի բիդերտանն է վազելով գերտան բայց եւ որ հային ցերնարգին ներկա պիտի գտնվի գիտենք արդեն գեշ ժամ ուշ պիտի սկսի իմ բարակային 7-ը ասում եմ 7-ին Դե դա ոչ միայն համերգի ընդհանրապես ցանկացած միջոցառում է եւ այլ գիտեն որ անպայման պետք է ուշ սկսի եկեք հայ ես այնուամենայնիվ գտնում եմ եկեք այնպես անենք որ իրոք գանք նրան որ եթե ինչ որ ժամի գալիս են եկեք ժամին գանք որ այն մարդիկ ովքեր ժամին գալիս են իրանք չասեն զարմացած սպասեն իրոք նրանք էլ եկել են ժամին շատ լավ Եվ Ստեփան ջան, խոսենք իհարկե քիչ ուշ կրկին համերգի մասին։ Հիմա ուզում եմ մի քիչ ավելի խոսենք առասարակագործունեության մասին, կգանք մեր օրերին, որովհետև ես գիտեմ, որ շատ հրաշալի ցուցահանդեսներ ես կազմակերպում արդեն վերջի 3 տարվա ընթացքում, բայց արի մի քիչ հետ գանք։ Ես ուզում եմ մի քիչ խոսենք այն անցյալի մասին, ինչ սկսվել։ Նախ եւ առաջ պրոֆեսիոնալ կրթությունը ես իմացա որ այստեղ կա փաստորեն Northridge-ի, հա, եթե չեմ Northridge-ի համալսարան Radio TV Film Department-ը ռադիո հենց ռադիո թե ինքը անունը Radio TV Film է այսինքն թե կինոյի եւ թե հեռադեսիլի եւ թե ռադիոյի
մասնաճյուղ է ինքը, եւ- որ ես իմ մասնակցությունս ֆեմատրությունն է, որ մաքուր հայերենով ասում են ռեժիսոր։ Ահա, այսինքն նա որպես ռեժիսոր ես դու Այո, ապա ես ոչ թե թե որպես թե հերադեսիլի եւ թե շարժաբատկերի փեմատրիչ եմ։ Ահա։ Փեմատրում եմ ես փեմը։ հասկանալի։ Բայց նրանից ես միակ բաժարը որ կացի ադիդրոս առնելու, քանի որ ես գիտեմ որ հայերը միշտ մանավանդ հայաստանցիները առաջին հարցումը ինչ կրթություն ունես։ Քանի իմ ծրագիրները 30 տարվա ընթացքին որ շատ բաների մասին եմ խոսում, միշտ ինձ գսեն որ ինչ կրթություն ունես, որ ինչ իրավունքով ասնույթի մասին խոսես։ Քանի որ սովետական միության մեջը արգելված էր, եթե մեկը այդ կրթությունը ունի ադոր մասին խոսի։ Իսկ ես համարում եմ, որ ցանկի փորձառությունը եւ դրամապանությունը անիչ որ Հայաստանի մեջ կբացի։ Հայաստանի մեջ դրամապանություն չի գա։ Ցանկի փորձառությունը շատ ավելի կարեւոր է։ Ուրեմն ես նախքան համալսարան եւ տալս արդեն նկարահանում, համատրում, որ ասում են մաքուր հայերենով մոնտաժել, ապա մոնտաժել եւ մոնտաժել, բայց մաքուր հայերենը սա բավական լավ է։ Ցայնային ռեժիսոր, լուսային ռեժիսոր, ամեն ինչ անում էի։ Հնչյունային ռեժիսոր, այսպես ասենք, ձայնը չէ։ Հնչյունային ռեժիսոր, այո։ Այո, պետք է ուշադիր լամ այս բառերին։ Բայց բարձրապես կացի որ ադիդրոսը ստանա, 86 թվականին էր որ ադիդրոսը ստացա, բայց իմ հետաքրքրությունս միշտ եղած է հայկական։ Այսինքն հոլիվուդյան երազանքը ինձ համար երբեք կարևոր չի եղած։ Ինձ համար երկրակունքը հայկական է, իմ կորձունեություններս հայկական են։ Եվ շատեր գիտեն որ ես ինչ կանեմ բայց մյուս կողմեն մարդիկ որ իմ ծրագիրներու ընթացքին ինձի դեսած են եւ ասած են քրեհիկ արդայություններ անգիրտ բաներ գսե գարձեմ 30 տարի հետ եթե մարդիկ նային իմ ասածներս աղոտներ էին եւ այսօր ինչ որ Հայաստանեն դուրս կուքագոր լրիվ հայոյանքներ են լրիվ աղբեր են իքական սերի արագան սերի արդայությունները սոցցանցերի վրա գտեսնես այդ բոլորը YouTube-ի վրա գտեսնես այդ բոլորը եւ դարձած է կարծես չափանիշ եւ շատեր գալիս են ինձ ասում են որ թունը սկսար անոնց դեմ մի խոսիր հիմա Հա դու ես սկսես հիմքը դու ես դրել Հա բայց ես երբեք հայոյան չէի հայոյում ես շնորհքին պատասխան էի դալիս բայց քանի որ հայերը չեն ընդունիր քննադատություն եթե մեկը ինձ ասի որ ինչ է քո մասնակցությունը ես կնեմ գենցաղային քննադատ եմ ես նայում եմ գենցաղին տեսնում եմ անինչ որ պետք է քննադատվի եւ դրա մասին արդահայտվում եմ Բայց ես ուղղակի ուզում եմ հասկանալ տվյալ պարագայում իդեպ ես ուզում եմ նշել որ երբ դու ասեցիր սովետական միության օրոք դե կար որ պետքա դիպլոմ ունենալ այսինքն պետք է դե այդպես էր որ հա պետքա դիպլոմ ունենալ դե հիմա մի քիչ տենդենսը փոխվել է այնուամենայնիվ ուղղակի այդ դա ես չեմ հասկանում այսինքն ինչ կապ ունի կրթությունը եւ հաղորդում վարելը այսինքն եթե տվյալ պարագայում կրթություն չունենայր կամ նու լիներ օրինակ չգիտեմ այլ մի կրթություն ուներ այսինքն դու չէի կարող մի բան հիշեցի թիմացը գնայի Եգոր ուրեմն գնամսել որ 30 տարի առաջ պետք է կամ 25 տարի առաջ պետք է լա Վարդան Աղաջանյանը եւ ես նստած էինք այդտեղ իհարկե նա բարող է գազմով ամեն ինչով շիդագ է ես սովորական ուրեմն ես քիչ ավելի լղկած նստած էի ասենք մեկը զանգարեց սավ անշնորհք թուն որ ելնում ես խոսում ես նայեք կովի եւ դասարտը ինչ շիդակ կեցած է թուն ինչու ադանք նստած ես եւ գիշեմ անգվտությունները մեկը անեգա որ ոդկա սայենսի սեղանին վրան տերի եւ ասի որ նա բարացույց է բարող է ես հասարակ մարդ եմ ես պետքություն չունիմ անպայման շիդակ կենալու որ ապացուցեմ որ ես հաղորդավար եմ ուրեմն մտածելակերպի դարբերություններ կա բայց այդ իմ անշնորհքությունս որ ոդկա սեղանին վրան տերի այն ժամանակ եւ լուսանկարով այսին հերադեսիլի վրա այդպես երևցավ մարդիկ ասեցին անգիրտի մեկն է Ստեփանը իսկ այսօրվա հայոյանքները գանայք որ գնեն Հայաստան հերադեսիլի այսին սոցցանցերի վրա որ ավելի ազատություն կա անընդունելի է իմենս շատ լավ ընդունելի է Հա դե չէ դե գիտես դա երևի հա այն ժամանակ որոշակի առումով իհարկե դա Դե բնականաբար ինքը չէր ընդունվի նու երևի լավ այսպես ասեմ ամեն դեպս որոշակի առումով շոկային էր հա հետո Հա բայց իմ ծրագիրս այդ բնությունն էր Հա բայց հիմա իրոք դու շատ քեզ անգլերենով ասում ենք a shock therapy for Armenian identity այսինքն հայի ինքնության այդ ահազանգն է դալիս ես որ գփավեր մենք մեզի գարձենք որ մենք փամ մնենք խորքի մեջ մենք ոչինչ ենք այո ունենք մարդիկ որ փամ մնեն իրենց парքը չի գնար
հասարակ մարդը իր վրան ամյա, քանի որ նա հայ է, ես հայ եմ։ Ինչու նույնը չեն անում, եւ որ նա ոչրակորձ է, նա քող է, հայերը չեն գնա չեն ասում որ նա քող է, ես քող եմ, հայ եմ, ադորամար։ Այս քննադատություններս որ կանեի կամ ինչի՞ եմ ակտեր գնեմ, հայ ասկը վար չէ քննադատության։ Եվ ադիգա օրինակ կուդամ օրինակի համար հայկական երաժշտական մրցադրություններին 25 տարի առաջ որ սկսանք առաջինը Լոս Անջելեսի մեջ մրցում էր ցանասկավարակներ պետք է դրամատրվեր 5 հատ գզադվեր յատ 5 հատ գևտար Հայաստանի մասնակիցները սպիրկեն մասնակիցներ որ մտիկ կնեին եւ կքննադատեին թիվ գուդային եւ վերջը մեկ հոգի գշահեր եւ Հետաքրքրականորեն սպիրկահայերը կընդունեին ադիրավիճակը, բայց Հայաստանի երկիչները, երկչույները չէին ընդունել։ Եվ այդպես դարձավ, որ Վասիկ վերջին 10-15 տարվա, ով որ Հայաստանեն գուկա մրցումի կմասնակցի, ամենայն կբարգեւադրվի։ Սա մեր ամենադհաճ իրավիճակն է հայասկին։ Եվ ժողովուրդը կընդունի այդ, քանի ժողովուրդն ինքը ոչխար է։ Գադարողը ոչխար է, ժողովուրդը ոչխար է, ոչխարներով առաջ են գնում։ Գիտես, լավ, հիմա արի խոսեցիր իդեպ երաժշտության մասին, ես ուզում եմ մի քիչ խոսենք, կար մի ստուդիա, հա, Գառնի երաժշտական ստուդիայի մասն է խոսքը 1990 թվականից։ Դա այսինքն ինչ է, դու ստեղծեցիր այդ ստուդիան։ Նայեցեք, այո, ես եւ որ բանի թեմ խոսիմ, անպայման պետք է շիրակը ներկայացնեմ։ Ես հայ չեմ, հայը ընդհանրապես կխոսի, կորզման չի կատարեր։ Եվ շատ լավ մարդիկ գիտեմ, որ իմ յանքի ընթացքին որչափ բարդկերուդակ մտածեմ, բարձրապես իմ խոսքս փաստելու որ շիդակ է։ 90-ական թվականներուն ես կհյուրընկալվեի դարբեր ծրագիրներուն եւ կբացատրեի հայոց երաժշտության մասին եւ այլն, մարդիկ կսիրեին, չէին սիրեր, բայց ամեն անգամ որ ասեմ, որ աշուղական արվեստը հայկական չէ։ Եկած է մեզի արաբական աշեք այդ ոճից Սայաթնովայի երաժշտությունը մարդը ինքը ասում է գադարեցեք բարսկական հավեսի շիրազի այս չափանիշների մեջ ինչպես մենք կգնանք եւ գսենք հայկական է մենք գսենք հայկական է քանի ինչպես որ այսօր մենք ասում ենք Շալզազնավուրը հայկական մշակույթի դվյալ ունի ես շատ լավ գիշեմ իմ ծրագրերից մեջ եւ որ ասեմ որ Ազնավուրը հայկական մշակույթի մեջ ոչ մի դվյալ ունի մարդիկ զայրանում էին քանի որ հայմը օդարի մեջ ընդունված է Անպայման հայ եւ միշտ կսեի Ազնավուրը որ ֆրանսիայում մամա գերք է հայ մոր համար չէ ֆրանսացի մոր համար է ուրեմն այդ դարիներուն ցայնասկավարագի ընկերությունը ստեղծեցի որ փաստեմ որ հայկականը գա բայց դուք չեք սիրում հայկականը քանի որ դուք ձեր արունները խառնված է եւ 60-ի ավելի ցայնասկավարակ հրադարագած եմ եւ դարբեր եւ դա սարտ ստեղծագործողներու այդ ժամանակ Հովանես Շահբազյան, Գագիկ Բադալյան, Արաքսիա Գարաբեդյան, Դուդուգահավների խումբը Ռուփեն Հարությունյան, Winds of Passion-ը 4 ցայնասկավարակ հրադարագած եմ հայկական բարերը, հայկական հոգևոր երաժշտություն Գոմիդաս, Բադարակ 4 դուդուկներով, այն ժամանակ Հայաստանի մեջ 4 դուդուկով մեկը կորտ չեր անել։ Մենք էինք առաջիններերին եւ հիմա արդեն դարձած է սովորություն։ Ուրեմն այդ դարիներին երաժշտություններ եւ ես կավդատրեի համերգներ գտնեի իհարկե վնաս քանի որ հայը ինքնուրույն կարողություն ունի որոշելու հայկական մշակութային դվյալի եւ տալու բայց եթե ջաշը լա մշակութային ջաշը լա հայը ինքնուրույն ամեն ինչ կնա որոշի իսկ իսկական մշակույթի համար մեկում պետք է ասե որ երթան Իսկ ուրիշ խոչընդոտ մեգարած դարիներուն Հայաստանին շատ մարդ եկած չէր եւ սպիրկի իրավիճակը այդպեսին է որ անհատը չի գնալ մշակույթ ներկայացնել պետք է գազագերբությունները ներկայացնեն հիմա ասկա վստահ եմ որ հայաստանցի հատվածը Լոս Անջելեսի չեն հասկանար ինչի մասին խոսիմ այսինքն եթե անհատը կորց գնեգոր ասկին փողերը կկոնագոր իսկ եթե գազագերբությունը գնեգոր օրինակի համար համասկային թեքեյան նորսերունդ հայկական բարեգործական ընդհանուր միություն հայ օգնության միություն այսի ամբողջ խավերից եթե իրենք են գադարում եւ քեզանից փող են avնում ապրես բայց եթե Ստեփան Պարտամյանը այդ փոլորին գադարածին ավելի շատ է գադարում եւ փող է գործընծնում քանի որ իրենք չեն ուզեն ներկա գտնվել ուրեմն Ստեփանը վատ կորձ կգադարի
մեր ասկի դժբախտությունը անիգա է որ շիդակ գադարողին չենք գիտեր քննադել, սխալ գադարողին կքննադեն, քանի որ գամ ինքը փող ունի, գամ ինքը ներկայացած է իբր մասնակետ, բայց բոլոր մասնակետներն կպատկանին մի թվրոցի մր ուղղությունը դված է իրենց։ Երաշտական գրթություն չունեմ, բայց իմ արդացրած ցայնասկավարակները բոլորը հայկական են։ Ստեփան ջան, տես, ես ուղղակի լսում եմ քեզ, իհարկե դա քո կարծիքն է, բայց ասածս ինչա, հիմա դու քննադատում ես եւ դու ասում ես, որ այսպես չեն ընդունում քննադատություն։ Հիմա բայց այլ մարդիկ ունենում են այլ կարծիք, հիմա նրանք էլ են քննադատում քեզ, հա, քո տվյալ պարագայում, այն ինչ որ դու ես կարծում։ Բադավոն, այսինքն իրենք էլ այդ կարծիքն են ունենում։ Հիմա գուցե տես, ես այստեղ չեմ դնում ճիշտ սխալի հարցը, բայց գուցե նրանք են ճիշտ դու սխալ։ Ոչ, գիտես ինչու։ Քանի նրանք աս 30-35 տարի, ես 45 տարի Ամերիկա եմ, 30 տարվա լավ կորձունեություն ունիմ։ 30 տարվա մեջ նրանք իրենց կարծիքը 4-5 անգամ փոխած են։ Իսկ ես 1982 թվական Glendale College-ի որ վիդեոն գա, մեջի ինչ որ ասեր եմ, մինչև հիմա ասում եմ եւ մինչև հիմա փաստված է որ իմ ասածը շիդագ էր։ Քանի որ գարիկ չունես որ երաշտակետ լաս, գարիկ ունես որ ագան չունենաս եւ հայ լինես։ Քանի հայկական երաշտությունը եւ որ նվակվի թունգսկաս։ Եվ մի քիչ եթե ամեն դարբեր մշակույթներուն ծանոթ ես եւ որ հայ այսօրվա երկիչը երկում է լատինական ոճի մեջ, երկում է բարսկական, թուրքական, ազերիական, արդեն պիտի իմանաս որ ադիգա քոնը չէ։ Այսօր որ հայ երկիչը գսկսի գամած երկելու եւ հանգարձակի գբորա գարձես հետույքը փամը մտածե, նա հայկական ոճ չէ։ Նա արաբական, բարսկական, թուրքական, քանի որ ամենը արաբներեն արած են ադամը, նրանց ոճն է։ Եվ մեր մշակույթի մեջ ադիգա գոյություն չունի։ Մեր մշակույթը երկը գերքե ուրիշներու մշակույթի մեջ երկը գզրան երկը պիտի երկես եւ այսօր օրից օր Հայաստանի անկախացումից հետո շատ ավելի աղբ է հասնում Սփյուռք Հայաստանից քան թե որակավոր չեմ ասել որ չի գա Հայաստանի մեջը գա եւ այդ է պատճառը որ ես նրանց եմ բերում այս եկող դարվա ընթացքին բազմաթիվ համերգներ դիտելան Գաթա բենդը առաջինն է Գաթիլ բենդը Վիկեն Հոսեփյանը, որ ինքը Նամրուտ անով խումբ ուներ, որ հայկական ֆոլք ժողովրդական, ոչ թե ժողովրդական, այլ իսկական հայկականը քերչկական ներգադարեր, դրան դեսա որ մեկը չի կնադեր իրեն, քանի որ ինքը Բարսելոնա ապրած է 10 տարի եւ լավ ֆլամենգո երկեր, ուրեմն ստեղծեց ֆլամենգո արմենո հասկացողությունը եւ ժողովուրդը ադեն սիրում, բայց ես իրեն եւ որ հասցնում եմ այստեղ նա ինքանոց պիչի գադարե նա վիտ գադարե հայկական քերչկականը որ մերն է եւ այսօր ո՞ր է մեկ հայ որը ասե որ ուրիշները մեզ մեկ կողծած են մենք հիմա իրենց մեկ անենք որ գսխալին եւ այսօրվա հայկական ժողովրդական երգը Դիկրան Ասադրյանին Արամ Ասադրյան Արմենջիգեն Տաթև Ասադրյան Արկադի Դումիկյան անուններ եմ դալիս ես ո՞ր մեկից բոլորը թուրքական են բոլորը բարսկական են բոլորը ադրբեջանական են Տես, բայց հիմա դա դու կարծիքը հայտնում ես։ Քիդական ծևով եմ ասում։ Բայց այստեղ կարևորը շատ օրինակ նաև լսել իրենց կարծիքը։ Գուցե իրենք կարող է ապացուցեն հակառակը։ Իրենք շատ լավ, չէ, իրենք չեն գնար ապացուցել, քանի որ իրենց կողծած երկերու իսկականը գոյություն ունի։ Ադրբեջանականը գոյություն ունի, թուրքականը գոյություն ունի, որ իրենց մեջ 10-20 տարի առաջ մարդիկ երկած են։ Շատ բարի, բայց կարող է նա է գողացած եղել միջև դա։ Չէ, չի գնարելալ։ Քանի որ նայեցեք, մենք հայերս ո՞ր մեկ ժամանակ երկիմը հեղինակին անունը չենք գրել։ Ընդհանրապես երկիչին անունը գլա երաշտությունը, քանի կողծված է։ Իսկ թուրքը լալով, ազերին ազերի լալով, փանաստեղծության հեղինակի անունը եւ երաշտության հեղինակի անունը գրված է այդտեղ երկու դարբեր մարդիկ են եւ իրենց չափանիշնի երաշտությունը լեզումն է որ դարբեր միջավայրերի մեջ դարբեր չափանիշներ ունի ուրեմն չենք կնարսել որ երաշտությունը ասկություն ունի երաշտությունը հոյագավ ասկություն ունի եւ մեր արավելությունը անի է որ մերը շատ ավելի քաղցր է Թերևս ուրիշին համար աչափ քաղցր չէ, բայց մենք միշտ հաբարդանում ենք, չէ, ասում ենք, եւ որ հայը գադարեց ասինչ բանը, ասինչին ավ չէ, որ նրանք ամենը հոգեվոր
բավարարություն մեզ ստացան։ Բայց եւ որ այսօրվա հայը գադարե օդարին աչև, ասում եմ ախպերս մենք այդ երկը արդեն լսեինք։ Ուրեմն այդ դարիներուն երաժշտություններ ներկայիս թեգուզ որ երաժշտությունը գա, բայց քեղարվեստի գետրոմը բացի Armenian Art Center Գլենդելի մեջ, ուր նպատակը այն է որ ամեն ուրբաթ երեկոյան մի եւ դասարտ մի ստեղծագործողի գդավների ցուցահանդեսելա։ Քանի որ եթե մենք չներկայացնենք, չստեղծագործենք, մենք չենք գնար առաջ երթալ։ Ուրեմն ներկայիս 2015-ին հետո ավելի գետրոնացած եմ, չեմ արդատրում երաժշտական բաներ, բզիկ համերգներ եմ անում 100 հոգինոց, 150 հոգինոց եւ ամեն մարդ իրավունք չունի այդ համերգներուն գալու։ Ես ինձ համար կարևոր չէ 5000 հոգինոց համերգասրահ անեմ փող աշխատելու համար։ Ես վնասը գնեմ, մարդիկ հբարդ եմ որ Վեգաս կերտան փողը ծախսեն, ես չունեմ այդ կարողությունը, բայց ունեմ այդ կարողությունը որ համերգ կնեմ 5000, 10000 դոլար գործընծնեմ։ Եվ իմ հաբարդությունս լավ։ Շատ լավ։ Դե մենք հենց խոսենք այսօր երգերի մասին, նաև կլսենք որոշ երգեր։ Ես հիմա ուզում եմ խոսենք մի քիչ այլ ճյուղի մասին, որը մոտ 3 տարի արդեն դու ցուցադրություն, ինչի մասին է խոսքը, արդեն դու պրոդյուսերություն ես անում տարբեր տեսակի ցուցահանդեսներ, չէ։ Ես ուզում եմ հային ցուցադրել, որ մենք մի անտեստամոքսային մշակույթ ենք։ Մենք այսօր Գլենդել քաղաքը գտնամասել որ հարյուրավոր ստամոքսային մշակույթի գետրոններ կան, ջաշարաններ։ Եվ ամեն տարի նոր ջաշարանը կբացվի, քանի որ հային կարողությունը միջազգային չափանիշին է, մշակույթը չէ։ Մենք այսօր մի հատ վախենում ենք մշակույթ ներկայացնում ենք որ 1000 տարի առաջվա, 500 տարի առաջվա մշակույթ, բայց չէ որ մեր ազգը ստեղծագործող ազգ է։ Ուրեմն ես նոր փառը ստեղծեցի, ես փառը ստեղծող տղամն եմ, թեկուզ որ հայերենս լավ չէ, մշակույթարան Ջաշարանի փոխարեն մշակույթարան։ Դերմը որտուն ամեն օր գերտաս եւ մշակույթի դվյալը գունենաս։ Եվ դարբեր ժամանակներ, տասախոսություններ, քիրքի ներկայացում, շարժաբատկերի, վավերագրական շարժաբատկերի ներկայացում եւ ասում ամենը ծրի գլա։ Ցուցադրությունները ծրի են։ Եվ դա սարտիմը որ դեսնեմ կորձերը լավ են, կամ նույնիսկ տարեց մարդ որ չէ երած մինչև ակցուցանտես, բայց հոյակապ կորձ ունի, ասում եմ եկուր ներկայացնենք։ Կարելի է ծախվի, չի ծախվի, ասեմ հետաքրքրված չեմ ես ծախելով։ Եվ հետաքրքրական է իմ գետրոնը փանալեսի հետ արդեն 5 հատ նոր նույնանման, բայց ավելի գալերի հասկացողության, պատկերասրահ, ցուցասրահ դեր բացված են եւ ինձ մարդիկ ասեն Ստեփան մտահոգ չես։ Ասում եմ չէ, նրանք բացում են որ փող աշխատեն։ Ես բացած եմ որ փող ծախսեմ։ Եվ ադո համար հովանավորներու գտիմեմ։ Դարբեր հովանավորներուն գտիմեմ $1000, $500, $2000, իրենք կհատկացնեն եւ ես կկարողանամ Այսինքն յուրաքանչյուրը կարող է դիմել եւ իր այսպես ցույց։ Այո, յուրաքանչյուրը դիմել եւ եթե կորձի չափանիշներն ական, չէ, պետք է լավ կորձը լա։ Եթե լա երկու ծևեր կա անելու։ Մեկ անիկա որ ես եմ արդատրում ցուցահանդեսը, մյուս անիկա որ ինքը վարձ կվճարե, այդ 3 օրվա եւ ինքը գանե։ Բայց պետք է նախորոք իմանամ որ արժանի է կամ ոչ։ Եվ ես ամոթ չունիմ որ մեկուն 30-ին ասեմ որ կորձերը լավ չեն։ Այսինքն այդ անշնորհքությունը դարիներով ինձ ընձայված է։ Ուրեմն ջաշարանները շատ են։ Տես էլի այստեղ, հա, ես հիմա կպատմես, ու այդտես դու արդեն հիմա քո տեսանկյունից ասեցիր, որ դա լավը չի։ Այո, լավը չի։ Բայց ինքը կարող է այլ տեսանկյունից, այսինքն տվյալ պարագայում, դա ես ուզում եմ հասկանամ չափանիշը որոշելու։ Լավ, այս պարագայում չափանիշը կորոշվի փորձառություններեն, չափանիշը կորոշվի հայերեն բառը մորցա tradition տրադիցիա չէ սովորություններից եթե հայ քերչկական երաժշտությունը որ շատ գեղեցիկ է որ այսօր ոյ մեկ երկ ադորնոմա չնմանիր եթե քեզի եկած է ադիգա 1000 տարի են 300 տարի 400 տարի նախքան որ ստրուկ դարձանք այդ ժամանակ վնե է որ եկած է մեզի չի գնալ պատկանել ուրիշին քանի ուրիշ մեկ այդպես չի գդարում ուրեմն նա է չափանիշը իսկ մեր դժբախտությունը անիկա է որ օրինակ համար եթե այսօր ես ասեմ որ հայաստանյան հայոց լեզվի ուղղակրությունը աղբ է այսօրվանը սովետական այդ որ միշտ կսենք սովետականը քան թե մեստրոբյան ուղղակրությունը շատ մարդիկ պիտի ասեն որ չէ սխալ է ադիգա շիդագ է բայց իրենք արդյոք
Բաժարը գիտեն ինչու այդ ուղղակրությունը եղած է։ Գիտական առումով չի եղած։ Սովետական միության ժամանակ որոշվեցավ, որ Թուրսի հայը եւ ներսի հայը պետք է զանազանվի իրար մե։ Եվ այդ ուղղակրությունը եղավ եւ ադոր համար օրինակի համար 75 տարի 100 տարի հետ այսօր Ամերիկայի մեջ ասում են YAN or IAN։ Եվ մենք հբարդանում ենք YAN, no, IAN, ամեն մեկը իր հբարդության չափանիշ ունի։ Բայց այդ ժամանակ այդ բաժարով վրած էին։ Եվ դարիներու ընթացքին, եւ որ այսօր մեկը 80 տարի այդ ուղղակրությամբ մեծած է, հիմա դժվար է որ փոխեին զինքը։ Այսինքն սովորությունը իրեն գտարցնե որ էսե որ իմը շիդագ է, քանի եթե նույնիսկ ինքը որ ընդունի որ սխալ է, պետք է ամբողջ իր գրթությունը փոխվի։ Այսօր ամբողջ համագարկը պետք է փոխվի, եւ ես միշտ կդակ կնեմ։ Ասում եմ պատկանելություն, այդ եջ այբնունը կամ հի այբնունը, եջ այբնունը պատկանելություն է։ Անգլերենի մեջ IAN-ը իմաստ ունի։ I'm a Canadian, I am Armenian։ Բայց երբ որ YAN-ով քրես իրեն, ոչ մի իմաստ չունի։ Բայց մարդիկ դեռ բնթում են, որ չէ, ես YAN-ով պետք է լամ։ Լավ, հիմա կրկին վերադառնանք մշակույթարանիդ, հա, փաստորեն, իսկ որքան ծանրաբեռնված է, որքան քանի արդեն 3 տարի, հա, փաստորեն, որքան ցուցահանդեսներ են եղել։ Այս նոր դեղը, որ ունեմ, որ ավելի ընդարձակ է, եւ մարդիկ ասում են, որ քաղաքապետարանը իրեն դվավ, չէ։ Ես ամիսը $6000 ծախս ունիմ այդտեղ։ Ոյ մեկը որ գկարձե որ ծրի ստացած եմ, դրամ գրգեցեք որ ամիս $6000-ը, եթե փամը չանեմ այդտեղ, իսկ եթե փամը անեմ, մինչև 7-10 գելն է ամիսը։ Ես իմ հբարդությամբ ուրիշ տեղ աշխատեմ, որ եկամուտ կունենամ, որ ընկերներու գտիմ եմ, բարտի գտիմ եմ, գտեմ։ Ուրեմն առաջին տարին 70 ցերնարգ եմ ըրած 2024 թվականին եւ քրքույկն ունեմ 70 ցերնարգ եմ արածադել, իսկ մեր հայկական բոլոր գազագերբությունները, որ միլիոնավոր դոլարներ ունեն իրենց տրամադոններում մեջ եւ ասում են ապահով տրամներ են, չեն կնալ անցեր մխելի են չեն գեր, 3-4 ցերնարգ արած են։ Եվ հետո սպասում են, որ հայոց մշակույթը պիտի հարաճ դիմե։ Մենք անցյալի հիմա շադրի մենք գոմիդասով, ես գոմիդասով շատ ուրախ եմ։ Բայց գոմիդասի կատարածը բահել 1000 տարի մենք չենք կնար հարաճ դիմել։ Գերցա բացադրել։ Ինչու՞։ Քանի որ ժամանակները կփոխվին, միջոցները կփոխվին, կզարգանան։ Գոմիդասի հավաքածը գմնասավնել եւ ոչ թե նմանացնել իրեն բորդաբարի երաշտության, այլ իր խաղիկների չափանիշները ցկել, բայց վրան ավելցնել այսօրվա ինչ որ երդասարտները գսիրեն այդ ցայնային ավելի նոր թվային հնչյունները եւ ստեղծագործել։ Մենք այսօր չենք ստեղծագործում։ Մենք ձյուլ ասկ ենք դարձած։ Մենք այսօր գնտորինակ ենք։ Եվ դարյունակորեն չեն գա ընդունիլ որ ասե որ գնտորինակ ենք, բնթենք որ այդպես է։ Իմ աղջիկը, իմ թորնիկը օրինակի համար գոմիդասի այդ երկը մդիկվիչն է։ Բայց իմ աղջիկը, իմ թորնիկը իրենց ժամանակաշրջանի երաշտական հավելյալ դվյալներու եւ հայկական քեղճական երաշտությունը, որ գոմիդասը հավաքած է, այլ ուրիշ մարդիկ հավաքած են, նրանց ներկայացված ցևը իրենք կընդունին։ Ըստիված իրենք կմոդենան հայկականին, բայց այսօր ամեն մարդ հայկականեն գերանա, քանի որ իրեն ճաշակին չէ։ Միջատ միջազգային առումով օրինակի համար ես խնդրում եմ մի կնա սուպեր սակո, չէ՞։ Հայկական չի ադիգա, բայց քանի որ եթե երկրակունքի վրա 70 միլիոն, 80 միլիոն մարդ մտի գրած է եւ հայերուն թիվը 8 միլիոն է եւ իրաք ճուր հայ եթե 3 անգամ մտի գրած են, չի գնար 70-80 միլիոնի հասնին։ Նա արևելյան ճապանիշով երաշտություն սիրողների համար է եւ նրանք են որ մտիկ կնեն գոր։ Ինչպես որ այդ երկի համբավը եղավ թուրք երկիչը որ գադարեց եւ մարդիկը թուրքերս կսա մտիկ գնել եւ մենք հայերը գորախանանք որ օդարները հայկական մտիկ կնեն։ Հայկական մտիկ չեն երգոր։ Իրենք մտիկ կնեն իրենց ասկայինը, իրենց համար բանը մոդիգը։ Իսկ մենք հայկականը եւ որ ես մտիկ կնեմ, քանի որ ես հայն եմ, ես օդարը չեմ։ Հայկականը մտիկ կնեմ եւ ոչ հայկականը մտիկ կնեմ, վարգանական ես կնամ զանազանել իրեն եւ երաշտական գրթություն չունիմ։ Եվ պետքություն չունիմ երաշտական գրթություն ունենալու, քանի որ իմ արույնս կգան չէ հայկականը, իսկ իմ արույնը գհերքե, գմերժե, գվադապանե ոչ հայկականը հայկականի մեջ։ Ադեսել չէ որ ես օդար երաշտություն մտիկ չեմ մներ։
ես Լոս Անջելեսի մեջ օդար երաժշտություն դարաձողը եղած եմ։ Եվ մարդիկ ինձ հավանած են, քանի որ ես հայկականը կներկայացնեի։ Հոլիվուդ բոլեն մինչև ամենաբզդիկ 100 հոգինոց դահլիճը։ Շատ լավ։ Դե հիմա Ստեփան ջան, մի փոքրիկ այսպես մի քիչ ավելի թեթև անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, հիմա որոշ երգեր ենք լսելու։ Եվ քեզի վարգանական գսեմ, ադիգա հայկական է կամ հայկական չէ։ Չէ, հիմա նայ, մենք բառերն ենք լսելու։ Այկեք խնդրեմ արդեն էլ չնայենք ինքը ինչ երգ։ Չեմ կարող։ Հա, լավ, կլս։ Եթե մեկը քո ասկդ կփռնա փարեգոր։ Շատ լավ։ Կարող ես մեկ կողմ գնաս ասենք որ հաջելի երևույթ է։ Դու երկերը չես լսել, բայց արդեն խոսում։ Գիտեմ, քանի որ չգա, երկ չգա այսօր հայկական։ Այլ գա ընթորնագված երգեր։ Խնդրեմ, սկսենք։ Հիմա մենք 3 հատ երգ ենք լսելու, փոքրիկ հատվածներ։ Ընդհատվելու է բառերը, ես քեզ 4 տարբերակ ասելու եմ, որից ճիշտ ընտրենք, լավ։ Ասա։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Ստեփան Պարթամյանի հետ միասին անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ խնդրեմ առաջին երգի հատվածը լսենք։ Որը շատ ուրախ երկում է եւ բարում իսկ ես նստած լճի ափին կարոտով քեզ եմ սպասում դերում դեմ դու գնաս այս տարվարի օրով եւ ես կապեմ այս աշխարհում միայն քեզ աննով Սկսվում են տաքորերը ամառն է մոտենում իսկ ես նստած լճի ափին Բայց գիտես ինքը նայ կա ռուսա Հարվածային պապսա Չէ, փոփ չի ասի, աս հարվածայինը աշխանացի հрьяաներու երաժշտությունն է, որ մենք ընթորնագում ենք։ Շարունակե, բարերը էսի։ Դե սկսում են տաքորերը ամառն է մոտենում, իսկ ես նստած լճի ափին եւ շարունակությունը։ Քո մասին եմ միշտ հիշում առաջին տարբերակը, երկրորդը քո մասին եմ մտածում երկրորդ տարբերակը, երրորդը քեզ հիշում եմ լճանում երրորդ տարբերակը եւ չորրորդը տաք շորերս եմ հանում։ Քո մասին եմ միշտ հիշում, քո մասին եմ մտածում, քեզ հիշում եմ լճանում եւ տաք շորերս եմ հանում։ Այս 4 տարբերակից մեկը ճիշտ է։ Դկիդությամբ արտահայտվեմ, որ երկրորդը քո մասին եմ մտածում։ Այո։ Իսկ քո մասին եմ միշտ հիշում ոչ։ Կարելի է մեկն այլ, քանի որ վանգերը կփռնե իրարու։ Դե տես սկսվում են տաքորերը, ամառն է մոտենում, իսկ ես նստած լճի ափին Քո մասին եմ մտածում կամ հիշում։ Երկու նույն վանգերն են։ Քո մասին եմ միշտ հիշում, առաջինը, երկրորդը քո մասին եմ մտածում։ Այնտեղ Մեկ վանգ բագաս է։ Հա, ստեղ հա այս մեկը։ Ուրեմն նայեցեք այս նոր երգերը մարդիկ Այս նոր երկեր չի ասեմ քեզ։ Նոր չի։ 10 տարվա է։ Դե նոր հա 15 տարի նոր են, նոր են, հա, դե հա 50 չի, 60 չի։ Այդ որ նա հիմա մորցա որ առաջին վանգերը քանի Սկսվում են տաքորերը, ամառն է մոտենում, իսկ ես նստած լճի ափին, քո մասին եմ միշտ հիշում առաջինը, քո մասին եմ մտածում երկրորդը, առաջինը։ Քո մասին եմ միշտ հիշում։ Այո։ Հա, փոխեցիր միտքդ։ Այո, քանի որ երկարցա վանգը սկիզբները երկար էին։ Բայց սկզբից ասում էր քո մասին եմ մտածում։ Կարևոր է հիմա երկու աբուշ բարեր են, սո մեկը աբուշը չի։ Բայց չէ բարի բառ են, ինչի Ստեփան, քո մասին եմ միշտ հիշում, բայց քո մասին եմ մտածում, ված բառեր չեն։ Մեկը հիշում է, մեկը մտածում է, այդպես է փիզ բառը չի։ Այ ուրիշ է տակ շորերս եմ հանում, արդեն որոշակի օր բերում այն ինչ-որ փիզ բաներ։ Չէ, վերջին երրորդը եւ չորրորդը մոռացի։ Առաջին երկուքի միջև է։ Դե քո մասին եմ միշտ հիշում, քո մասին եմ մտածում։ Այսինքն ված բառեր չեն, ված բաներ չեն։ Բայց երկի ֆանով եւ 10 նեգա, այսինքն ես ագանչով առաջին Սկսվում են տաքորերը, ամառն է մոտենում, իսկ ես նստած լճի ափին, քո մասին եմ մտածում։ դա ընտրեցիր։ Հիմա փոխեցիր, բայց միջև ասում էր քո մասին եմ միշտ մտածում։ Չէ, հիշում կամ մտածում։ Դու սկզբից ասում էր քո մասին եմ մտածում։ Այո։ Հետո փոխեցիր քո մասին եմ միշտ հիշում։ Այո։ Չէ, բայց վանգը չի փռներ գոր։ Երկրորդը։ Քո մասին եմ մտածում։ Այո։ Դեռ երկու երգեր ունենք։ Օշիլագեի առաջինը։ Լսա առաջինը։ Չէ, հիմա լսելու ենք։ Չէ, լսելու ենք։ Երկու հատ երգ ունենք, այստեղ սպարտվենք։ Սկսվում են տաքորերը ամառն է մոտենում, իսկ ես նստած լճի ափին քո մասին եմ մտածում։ Այս տարբերակ ընտրեց Ստեփանը, լսենք ճիշտ է դա թե ոչ եւ անցնենք երկրորդ երգին, խնդրեմ։ Տաքորերը ամառն է մոտենում իսկ ես նստած լճի ափին քո մասին եմ մտածում
Քանի վանգերը գբրնի իրար, ու adesag ես երկը չեմ գիտեր, Բայց դու ճիշտ ասեցիր, բրավո, 1-0։ Դեն բայց մի անգամից դու լավ զգացի, չիտքանը վատ բառեր չի որ ճիշտ ասեցի։ Նայ, ես միշտ ասում եմ, որ Գոմիդաս վարդապետը եթե սովետական միության ժամանակ ապրեր, ռաբիս երաշտության թագավորը գլալ, քանի որ ինքը ժողովրդեն հավաքեց, բայց այդ ժամանակվա ժողովուրդը ավելի շատ կրթված է, քան թե սովետական կամ ոչ սովետական, այսինքն Սփյուռքի մի թույլ մի քիչ չհամաձայնվել սովետական ժամանակ կրթվածության հետ ժողովրդի։ Շարունակենք, երկը շարունակենք։ Եթե կրթված լայնն է, աստվիճակի մեջ չէին գլար։ Լավ։ Ադագա։ Երկրորդ, բայց մենք անցել արդեն 91-35 տարի անցել է։ Ավելի վատ, 35 տարի Երանի Հայաստանը չանգախանա, որ ես էշությունները չի տեսնեի։ Ինչ որ է, անցնենք առաջ։ 1-0 հաղթում է Ստեփանը, լսենք երկրորդ երկի հատվածը կընտրեմ։ Տես ես մի անգամից համաձայն եմ, տես այդ մոտիվներ կան։ Գսկաս քո արույնը արդեն քո մեջդ քեզի գսե որ ալգա թուրքերեն է։ Թուրքերը որ արաբներեն արած են, հայերեն չեն արած։ Թուրքերը եւ որ հասան եւ Հայաստան աշխարհը քրավեցին, հայերը դարձուցին ստրուկներ։ Իրենք հայերեն չարին բորդաբարի երաշտությունը։ Քանի որ իրենց մի առաջ արաբները մեզի իշխեցին 300 տարի։ Մենք ադոմազին չենք խոսի, որ մամեդական աթարցանք, ամեն ինչ ա եղավ։ Լավ, հիմա մենք համենտեպս անցնենք։ Բանսի երաշտության այո։ Ախ, ինչպես ես գնամ հերու, որ քեզ չտեսնեմ, այնքան հերու եւ որ քեզ չհիշեմ առաջին տարբերակը, որ քեզ չլսեմ երկրորդ տարբերակը, այնքան հերու մոտավորապես Glendale-ին Long Beach իր համար է տա հերուն եւ այնքան հերու ասա որ չես ուզում գնամ այսպես 3-ը եւ 4-ը թափ է էլի թափեցին թափեցին հիմա առաջին եւ որ երկրորդը քեզ չհիշեմ որ քեզ չլսեմ սկիզբը շատ բովանդակալից է ես կրկնեմ ախ ինչպես ես գնամ հերու որ քեզ չտեսնեմ այնքան հերու որ քեզ չհիշեմ որ քեզ չլսեմ ըստեղ ամեն ինչ հիշեմ լսեմը չէ քանի որ դեսնելը գար դեսողության հետ ու հիշողություն գուկա ես քեզ գտեսնեմ իմ աստեղեն ելեմն է քիչ չես խոսիր որ ես քեզ դեսնում եմ Անանք չէ որ տուն իմ հետս խոսեցար ես քեզ Այսպես շատ ասես մոտեցար լավ որ քեզ չլսեմ չէ որ քեզ չհիշեմ որ քեզ չհիշեմ այս տարբերակը ընտրեց Ստեփանը ճիշտ է դա թե ոչ լսենք եւ անցնենք առաջ Եսա Թեգուզ որ երկը աբուշություն է Երկերի մասնագետ է դե մարդը երկել է արի տենց Հա բայց չի չորակարավոր է չորակարավոր Հիմա գանակ իրենց գոնքերը գշարժեն Չէ հիմա դե համենայն դեպս գիտես որոշակի առումով ես քննադատություն ընդունում եմ ես սիրում եմ եւ որ ինձ քննադա ես քննադա բայց այնուամենայնիվ գտնում եմ որ յուրաքանչյուր մարդ ինչ որ մի բան անում է դա անում է եւ իմ կարող է մեր դուրը չգա Բայց չորակավոր, չպիտակավոր ենք։ Չէ, նայ ասան գրե, քո զավակը, իմ զավակս իրենց համար ասիկա հայկական է։ Եվ որ 30 տարի կանցնի աս ոճում մեջը, տակ ադիգա որ գդարեն, բորդաբարը գդարեն, իրենց համար հայ ասկի ամենաբադվավոր դվյալը գլա բորդաբարող Փարի լույս։ Երրորդը արդեն դու հաղթել ես, ասեմ քեզ 2-0, պարզապես տեսեք բաժևիմ, ինչ հաշվով, չէ, նա տեսնենք որ հաշվով։ Խնդրեմ, երրորդ երկի հատվածը լսենք միասին։ Տեսնեմ եմ ես սիրուն աղջկա, այդ օրվանից աչքիս քուչի գա, ամփուր եմ գողացել իր շուրթերից, խոստացել եմ հանդիպել նորից, արի ու տուրից կոպաչիկը, Արի ու տուրինց քո պաչիկը Այո, չէ որ Աղ չէ որ դու ես իմ սիրած հարսիկը Աղ չէ որ դու ես իմ սիրած աղջիկը Աղ չէ որ դու ես իմ սիրած խաչիկը
Եվ հաճի որ դու իմ սիրած վաչիկը։ Ուրեմն 3-ը եւ 4-ը գտապենք կոր։ Խելի խաչիկն ու վաչիկը Դուրս մնացին։ Խաչիկներ, վաչիկներ ջան, Աղջիկներ եւ հարսիկներ։ Հարսիկը եւ աղջիկը։ Աղջիկը եւ հարսիկը։ Սկիզբի Արի ու տուր ինձ քո պաչիկը, աղջե որ դու ես իմ սիրած հարսիկը կամ աղջիկը։ Այնտեղ պաչիկի հետ է գնում, էլի բանը, պաչիկը, հարսիկը կամ աղջիկը։ Հարսիկը չի գնարել լալ։ Ինչու՞։ Քանի որ Հարսիկը չի կարող պաչիկ տալ։ Չէ։ Եվ որ դղամարդը իր թիմացինին հարսի չափանիշով է մոդենում, ավելի դարբեր հարկանք մեկա, քան թե որ աղջիկը որ իրեն այդ ժամանակ վիդանցկացնի եւ բաչիկը վիդարնի։ Փարի լույս։ Աղջիկ ընտրեց տարբերակը Ստեփանը, լսենք ճիշտ է դա թե ոչ եւ տեսնենք վերջ։ Խնդրեմ։ Արի ու տուրիս քո պաչիկը, աղջե որ դու ես իմ սիրած աղջիկը։ 3-0։ Բրավո։ 3-0 ջաջախիչ հաշիվ եւ տրամաբանորեն ճիշտ գտնված տարբերակ։ Քանի որ եւ որ սկացումներով մոդենաս բանի շատ սխալներ կգադարես։ Եվ որ դրամապանությամբ կմոդենաս ուղիղ ընդրությունը գնես։ Եվ ասիկա ես նայած մարդիկ կամուսնանան սկացումների հիմքի վրա։ Ես քեզ սիրեցի։ Եվ ընդհանրապես միշտ սխալ է ադիգա, քանի որ սերը գելլե գիշնա կփոխվի, բայց դրամապանությունը հարաբերություն կստեղծի։ Հա, բայց պետք սկզբից սիրում են, հա, հետո գուցե, բայց Չէ, սերն է, այսօր ես քեզի շատ եմ սիրում, վաղ քեզի քիչ եմ սիրում։ Մարդ արարածը կփոխվի, մարդը չի գնար մեկ հոգի սիրել կյանքի մեջ։ ահա։ Ինչ որ է, սա զանգայ որ Լավ, մենք երկար կարող ենք խոսենք, շատ լավ, Ստեփան ջան, եւ մինչ ավարտը թույլ տուր եւս մեկ անգամ ես սիրելի հեռուստադիտողներ ուզում եմ եւս մեկ անգամ նշել եւ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, շնորհակալություն հայտնել աջակցության համար Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում եւ վերադարձնում է լիարժեք կյանքի։ Եթե կա վնասակար սովորություններ, կա կախվածություն, ապա 911 Detox Center-ի հետ այդ խնդրը լուծված է։ Հեռախոսահամարը 409 91111։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ դուք լիարժեք լավ հանգիստ ժամանակ կարող եք անցկացնել, եթե ունեք հանգստյան օրեր, ապա ամրագրեք տեղերը, գնացեք եւ վայելեք։ Առողջարան մեկ վայրում, լողավազաններ տաքանքային ջրով, հարմարավետ համարներ, մի խոսքով ամեն ինչ հարկավոր է լավ հանգստի համար։ Հեռախոսահամար 760 329 6033։ Եվ եւս մեկ մինչ հաղորդման ավարտը Ստեփան ջան, եւս մեկ անգամ արի հիշեցնենք սպասվող համերգի մասին ապրիլի 16-ին 5 շաբթի երեկոյան ժամը 7-ին 5 շաբթի երեկոյան 7-ին Պասադենայի Վաչե եւ Թամար Մանուկյան AGBU համերգասրահի մեջ, այո։ Gata Band-ն է, նորեն 2 տարի առաջ հոսեին, նորեն եկան, որ այդ գտնամսել որ թերևս շատ մարդիկ ասեն որ նրանք հայկական չեն։ Իրենց կատարածն հայկական չեն։ Ինչպես որ ասին, այդ մարդիկ չգան։ Չէ, թողքան որ գիտնան որ ինչպես հայկական գլա։ Չէ, մարդիկ կան որ այդպես ագասեն, քանի իրենց համար ուրիշն է հայկականը։ Մեր ասկի դժբախտությունն անգա որ մենք շատ չափանիշներ ստեղծած են, քանի որ ես միշտ կսեմ Հայաստանցին գսե ես գիտեմ։ Սպիրկայը գսե ես երկու հատ հաշթագներ եմ։ Հայաստանցին համար միշտ ասում եմ Հայաստանցին գսե #ես գիտեմ, Սպիրկային գսե #իմ տրամով։ Ես օրինակ համար #ծև տրամով ամեն գործունեություններս կկատարեմ։ Մարդիկ կան գսեն նա քրդական է, նա ասինչական է, բայց արմատներ կան եւ խաղիկներ կան, չափանիշներ կան, որ կարող ես առնես, բահբանես այդ չափանիշը հայկականը եւ մոդեցնես ուրիշ բանիմը եւ լիարժեք ներկայացնես ադիգա իբր հայկական, քանի որ հայկականը դիրաբեդում է այդ բոլորի մեջը։ Դժբախտաբար այսօրվա ստեղծագործողները զույլ են, գնթորնակ են եւ խաչիկը, բաչիկը, մաչիկը ամենը կողքովի տենելով գտարնա երկ։ Եվ հետաքրքրական անիգա է որ այդ խաչկը վաչկը ես եմ մտցրել, այդ բառերը չկար մեջ ընտրակ։ Բայց չէ, աչափանիշով են անի։ Բայց օրինակ համար այսօր թունգի հիշես 40-ական թվականների 50-ական թվականների երկերի բարերը, բայց
25 թվականի երկերի բարերը միայն թե այս տարի գհիշվի, քալդարի գմորացի։ Քանի որ մենք երկու հեղափոխությունների գարիք ունենք։ Մեկը սերային հեղափոխությունն է, sexual revolution, մյուսը cultural, մշակութային հեղափոխությունն է։ Մինչև որ այս երկու հատը չի կոյանան, մեր ասկը չի գնար հարաշ դիմել եւ արդեն իր մահկանացուն բացահայտորեն հայտնի է մենք ամեն 10 տարին նոր ներքախտ կունենանք Ամերիկա եւ ոչ թե թեպի Հայաստան, քանի որ իրականություն 10 տարին Հայաստանի վիճակը ավելի վատ է գնում, քան թե լավ։ Դե արի համենայն դեպս լինենք լավատես Ստեփան ջան եւ Չի կարելի լավատես լինել եւ աչքերաշ ոնց ասում չի կարելի, բայց պետք է լինել։ Հա, բայց եւ որ տեսնում ես որ վատ է գնում արդեն։ Հասկանալի է, բայց մենք պետք է փորձենք լինել լավատես եւ փորձենք լավը ստեղծել։ Մենք պետք է գադարենք, ոչ թե լավատես լինենք, այլ պետք է ստեղծագործենք։ Մենք պետք է լավացնենք։ եւ ինչպես կլադի գա, եւ որ թուն ստեղծագործողին նյութական չափանիշով կգնահատես եւ ոչ թե փարոյական։ Մենք միշտ գալիս ենք ասում ենք, ապրես, ինչ լավ բան ես անում, բայց թեգուզ $100 չենք դրամա, չենք ուզում $5։ $100 չենք դրամատրում այդ ստեղծագործողին, ասելով որ ցուցանտեսներ են գիտեմ, մարդիկ գալիս են հոյակապ ցուցանտեսներ են։ Բայց ասում եմ, եթե դու չքնես ադիգա, դու չդանից բադին վրան չտնես, քու զավակը չդեսնի, մենք չենք կնար առաջ դիմել։ Այսօր բժիշկներ, փաստաբաններ, գրասենյակներ ունեն մեծ, գերցած գրասենյակները IKEA-ին նգար մարած դրած են։ Բայց չեն անդրադառնալ, որ եթե իրենք կան, թեգուզ $3000 վճարեն մի քեղեցիկ բաստարիմը, ինքը tax deduction-ը կստանա, ստեղծագործողը եկամուտ կունենա, իր գրասենյակը ավելի քեղեցիկ կերևնա, հաջախորդ օրքովը կմտնա ավելի գուրախանա։ Բայց մենք չունենք այդ կարողությունը, ասիգա չունենք։ Տեսար մենք այտենց լավատեսորեն այդ ավարտում ենք այսօրվա մեր հաղորդում, որովհետև դու ասեցիր, լավ բաներ ասեցիր, որ այդ լավ բաները պետքա լինի։ Հուսամ կլսեն ինձ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր այսքան արդեն կհանդիպենք իհարկե հաջորդ 5 շաբթի 3:22:30 MJ հեռուստաընկերության ուղի եթերում առողջ եղեք։ Մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։